Ողջույն, Ռեալ Պոլիտիկն է եթերում եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանին։ Բարև ձեզ, պարոն Բադալյան։ Բարև ձեզ։ Մենք արդեն մի քանի օր է գտնվում ենք քաղաքական բոլորովին նոր իրավիճակում եւ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը, նրա կանխատեսումները, նրա առաջարկը ուղղված քաղաքական դաշտի խոշոր խաղացողներից մեկի, ուրեմն Բարգավաճ Հայաստանին, ըստ էության ընդունակ է փոխել քաղաքական դաշտի ամբողջ դասավորությունը։ Այ ինչ կանխատեսումներ ունեք։ Ընդհանրապես ինչպես է գնահատում այդ առաջարկը ուղղված Բարգավաճ Հայաստանին, որքանով այն կարող է հաջողել եւ ինչ դասավորություն եք ընդհանրապես քաղաքական դաշտում կանխատեսում առաջիկայում նախընտրական այս ժամանակահատվածում։ Նախնշենք, որ քաղաքական դաշտում կան ընդամենը 5 ուժ քաղաքական միավոր, 3 ազդեցիկ, 2-ը ոչ այնքան ազդեցիկ, Հանրապետական Բարգավաճ կոնգրես, Դաշնակցություն, Ժառանգություն, քաղաքական դաշտում ուրիշ ուժ գոյություն չունի, հա, Արտադրության նախարարությունում գրանցված, սակայն փաստացի գոյություն չունեցող ԱԺՄ, ԱԺԴ, քրիստոնեդեմոկրատներ եւ այլն դրան գոյություն չունեն, այսինքն կան ընդամենը քաղաքական 5 ուժ, քաղաքական 5 ուժերի վերադասավորություն կամ ինչ-որ այլ գործընթացներ տեղի չեն ունենա։ Ընդամենը քաղաքական ուժերից մեկը ՀԿ առաջարկեց ԲՀԿ-ին ոչ այնքան, ասենք, համագործակցել, այլ ընդամենը նպաստել համատեղ ուժերով արդար եւ ազնիվ ընտրությունների անցկացմանը վերջ, որը ի դեպ առաջին անգամ չէ, ՀԱԿ-ը դեռևս նախորդ տարիներին իր հանրահավաքների ժամանակ բազմաթիվ անգամ կոչեր ուղղել քաղաքական դաշտի ուժերին միասին նպաստել այդ գործընթացին արդար եւ ազատ ընտրությունների անցկացմանը։ Սա ոչ մի թազա ընտրիկ քաղաքական դաշտում չառաջացրեց։ Լավ, իսկ այն փորձը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Հայ ազգային կոնգրեսի համախոհները համակիրները ունեն վերջին տարիներին, թե ինչպես են անցել ընտրությունները եւ Բարգավաճ Հայաստանի մասնակցությունն այդ ընտրություններում ինչպիսին է եղել։ Ընդհուպ ասենք 2008 թվականի նախագահական ընտրություններին շատ այսպես ակնառու գործիչներ են ծեծվել Բարգավաճ Հայաստան կուսակցության ակտիվ այսպես հաստավիզ սափրագլուխների կողմից, նույնիսկ կին է առևանգվել եւ հասկանալի է, որ ռեժիմը պահող կարևոր օղակներից մեկն է եղել այդ կուսակցությունը եւ նրան ուրեմն սպասարկու ուժերը։ Ինչ է փոխվել ըստ ձեզ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այսպիսի առաջարկ է անում, հասցեական առաջարկ ուղիղ Բարգավաճ Հայաստանին։ Այ իրավիճակ է արդյոք փոխվել, որ Բարգավաճ Հայաստանը կարող է, ինչու՞ չէ, այստեղ գնալ արդար ընտրությունների անցկացման եւ պաշտպանել այդ ընտրությունների, ուրեմն ընտրությունների արդյունքում ձևավորված իրական պատկերը։ Մեծ բան է փոխվել է այն, որ ավելի ակնառու է դառնում Հայաստանում, ասենք, զարգացող տենդենսը, կիսաավտորիտար կառավարման օրինաչափությունները ավելի ակնառու են դառնում, որոնք են դրանք Մասնավորապես, եթե Հանրապետական կուսակցությանը, որի ընդգծված այլընտրանքը Հայ ազգային կոնգրեսն է, եթե Հանրապետական կուսակցությանը հաջողվի ինչ-ինչ միջոցներով Հայ ազգային կոնգրեսին չեզոքացնել, այսինքն ընդհանրապես թողել 5 թե 10 տեղ падգամավորական տեղ տալ նրան, եթե դա իհարկե հաջողվի, ես չեմ ասում տեսականում կհաջողվի թե չէ, ուղղակի գործնականում կհաջողվի թե չէ, զուտ տեսականի մասին, ապա հաջորդ քայլը, հաջորդ հարվածը ստանալու է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նույն իրավիճակի մեջ է ընկնելու, ինչի որտեղ ավտորիտար կամ կիսաավտորիտար կառավարման համակարգեր ունեն ծորոչափությունը, նրանք չեն հանդուրժում այլընտրանք։ Իսկ դա կամաց երևում է եւ միջև ուրեմն այս դեպքերը, հա, այսպես ասած ձերբակալությունները, որին երևի հետագամ կանդրադառնանք, եթե հիշում ենք, անգամ Երևանի ավականու ընտրություններին բավականին, այսպես ասած, լարված իրավիճակ ստեղծվեց Հանրապետականի եւ Բարգավաճի, այո, այսպես կողմնակիցների միջև, այսինքն այս տենդենսը միգուցե այն ժամանակ այդքան էլ չէր երևում, բայց հիմա այդ տենդենսը գնալով ավելի եւ ավելի ուժեղանում է ընտրություններից առաջ։ Ընտրությունից առաջ, ուղղակի այստեղ արդեն քաղաքական դաշտը, ասացի, բավականին մաքրվել է, ու ընդհանրապես 5 ուժ մնացել, որից 2-ը այդքան ազդեցիկ չեն եւ խիստ կասկածում են, որ նրանք ընդհանրապես կմտնեն պարլամենտ, եւ այստեղ ուղղակի տենդենսը մեկն է, պարլամենտ պետք է մտնեն 3-ը գրեթե հավասարաչափ ձայների հնարավոր
քանակով, մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս, խնդիրը դա չէ, եւ դա հնարավորություն է տալիս ապագայում քաղաքական մրցակցություն ունենալ, որը կազդենև տնտեսական մրցակցության վրա, որը կազդենև կյանքի մյուս բնագավառների վրա, թե գնում ենք այլ ճանապարհով, երբ որ սկզբում ՀԱԿ-ն է ուրեմն չեզոքացվում, որից հետո ԲՀԿ-ն է չեզոքացվում, որից հետո ստեղծվում է, այսպես ասած, հանրապետականի մեն իշխանությունը, իհարկե մի քանի փոքր այլևայլ կուսակցություններ։ Կարծում եք, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ արդեն ստեղծվում է այդ իրավիճակը, ուժեղանում է գնալով, ուժեղանում է այդ Գագիկ Ծառուկյանը պետք է դառնա ժողովրդավարության պաշտպան, ազատ ընտրությունների։ Բացարձակ ժողովրդավարության պաշտպան չէ, որովհետև դա հենց առաջին հերթին իրան եւ իր կուսակցությանն է պետք։ Այստեղ ժողովրդավարության խնդիրը մի քիչ ասենք զգացմունքային տեսակետից եթե մոտենանք, դեր ասածը չի կլինի, բայց քաղաքականությունը զգացմունքային ուրեմն պահ չի ընդունում։ Եվ այստեղ ուղղակի հարցը դրված է այնպես, միասին, այսպես ասած, իրար աջակցում ենք ապագա արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու համար, դե չեն ճար, թե ամեն մեկը զգում ենք միասին, սկզբում ասենք առաջին օրը ջարդվում է ՀԱԿ-ը, եթե դա հաջողվի, որը այլ հարց է, եւ երկրորդը ջարդվում է ԲՀԿ-ն, այնպես որ եւ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը մտորելու տեղիք ունեն, նրանք երկուստը կարող են իրենց ընտրություն անել, առաջարկություն կատարելու տեղում ԲՀԿ-ն որոշի։ Օրակարգում այսպիսի հարց է այսօր շրջանառվում, թե երկու իրականում ընտրություն ունի Բարգավաճ Հայաստանը այսօր անելու եւ այդ ընտրությունը փաստորեն նրա առաջ դրել է Սերժ Սարգսյան, իշխանական կուսակցությունը։ Այ ես ուզում եմ հասկանալ որքանով է իրատեսական այդ ընտրությունը, որ կամ Բարգավաճ Հայաստանը գնում է միասնական ցուցակով հանրապետական կուսակցության հետ, կամ գնում է ընդդիմություն Հայ ազգային կոնգրեսի հետ ընտրությունների։ Այսինքն այս երկու ընտրությունը, այս երկու հնարավորություններից որն է ամենահավանականը համարում եւ արդյոք կարծում եք, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ այդ երկու ճանապարհներից երրորդը ուղղակի այլևս չի առաջարկվելու Գագիկ Ծառուկյանին։ Քաղաքականության մեջ միշտ էլ բազմաթիվ ճանապարհներ կա։ Պրոստը պետք է նախ փորձալ գտնել այդ ճանապարհները եւ չեմ համաձայն չեմ, որ այդ երկու ընդհանուր ճանապարհ կա, բազմաթիվ ճանապարհներ կա։ Հիմա սկսենք կոալիցիայից։ Նախ ասենք, որ կոալիցիան փաստացիալ եւս գոյություն չունի։ Կոալիցիան ձևավորվեց 2007 թվականի խորհրդական ընտրությունից հետո, որից որոշ 1 տարի հետո ՕԵԿ-ը որպես քաղաքական ուժ կոալիցիան անդամնա մահացավ, այդին դեպքերի ուրեմն պատճառով եւ իր քաղաքականության պատճառով, դրանից հետո հայ-թուրքական արձանագրությունների պատճառով կոալիցիայից մեկ այլ ուժ դուրս եկավ եւ այսօր փաստորեն կոալիցիան մնացել է միայն Հանրապետական ու Բարգավաճ 50-50% ուրեմն հարաբերակցությամբ։ Այսինքն այստեղ ոչ թե կոալիցիայից դուրս գալու մասին կա, ուղղակի եթե ասենք հանրապետականների հետ խզելու հարց կա, բայց խզելը ասենք բացասական իմաստով չպետք է ասենք ինչ որ էմոցիոնալ տեսակով չպետք է նայենք։ Այնպես որ կոալիցիան, այսպես ասենք, պանացեա չի, էլ այսօրվա դեպքում ինչ որ լուրջ ինչ որ կառույց չէ։ Այդ մեկ, երկրորդ, ինչ որ բան իշխանությունը ԲՀԿ նույնպես իշխանություն է։ Այսինքն որ ասում են իշխանությունը ԲՀԿ-ն այսպես է անում, ախր ԲՀԿ-ն էլ է, չէ, իշխանություն ունի նախարարներ, ունի մարզպետներ։ Ասենք ես երբեք չեմ լսել, որ իշխանական կուսակցության տարածքային կառույցների ղեկավարներին թմրադեղ պահելու կասկածանքով ձերբակալ են։ Իշխանությունը սովորաբար իմ ընկալմամբ ավելի ուրեմն ձերբակալում է ոչ յուրայիններին։ Հասկանում եմ, բայց դա ասենք կար նաև ասենք որոշ ոստիկանապետեր, որոնք նույնպես ուրեմն ձերբակալվեցին, որոնք հաստատ ուրեմն ընդդիմության կողմնակիցները չէին։ Ինչ որ մեր ձերբակալություններին, գիտեք ինչ, հիմա ավելի շատ աժիոտաժ է ընկալված այդ ԲՀԿ-ի կողմնակիցների հետ ձերբակալության հարցում, քան իրականում կա։ Իհարկե կարող ենք մտածել, որ իշխանական համակարգի մի մասը, որը ոչ ԲՀԿ-ական մասը, փորձում է ճնշում գործադրել իշխանական մեկ այլ համակարգի ԲՀԿ-ականի վրա։ Այդ երկուսի ուրեմն ձերբակալությամբ։ Նախ կարծում եմ, որ դա այդքան էլ լուրջ ճնշում չի, ի վերջո մի բան ցույց տվեց Հայաստանը։ Ձերբակալություններով հարց չես լուծում։ 2008 թվականի նախագահական ընտրությունից հետո Հայ ազգային կոնգրեսը ճիշտ է նշանակա ազգային կոնգրես դե յուրե չկար, բայց շարժման կազմակերպիչներից ավելի ավելի մարդ ձերբակալված է, տասնյակ մարդիկ ընդհատակում էին գտնվում, շատերին հա խոշոր գործարներից մեկին քշեցին, բայց դա դրական արդյունք չտվեց, այսինքն ձերբակալությունների ժամանակը անցել են, այսինքն ձերբակալությունը դու հարց չես կարող լուծել։ Այդ կուսակցության կարկառուն ներկայացուցիչները շտապեցին հայտարարել, որ այո, սկսում են օրինաչափություն տեսնել այդ ձերբակալությունների մեջ, որտեղ այդ կառույցի փաստորեն 3 ներկայացուցիչներ ձերբակալել են նույն մեղադրանքով, իդեպ բոլորն էլ թմրամիջոցի պահման, տարածման այսպես կասկածան։ Նախ չեմ կարծում, որ Բարգավաճ կուսակցությունը այնքան ուրեմն խեղճ պետք է գտնվի, որ ընդհանրապես հա տեղական նշանակության երկու փոքրիկ կուսակցական գործիչների ղեկավարությունը պետք է նրան խոճապի մեջ գցի։ Ընդհանրապես ինչ համար է կատարում այս քաղաքական այս PR տեխնոլոգիան, ինչ համար է կիրառվում։ Մեկ նպատակ ունի՝ վախեցնել դիմացինին, ճնշում գործադրել։
Արդյոք դա կազդի ԲՀԿ-ի քաղաքականության վրա, կազդի ամեն այն դեպքում, երբ որ ԲՀԿ-ն ինքը ընդունի, որ ինքը անհաջողության է մատնվել, այսինքն զուտ հոգեբանական տեսակետից, եթե ինքը արդեն ընդունի, որ ինքը թույլ է, իսկ իշխանության մյուս թևը ուժեղ է, ուրեմն ինքը հաստատ կպարտվի։ Պարոն Բադալյան, հուշագիրը, երբ որ պետք էր նորից ստորագրել, կոալիցիոն հուշագրի մասին է խոսքը փետրվար ամսին, այ ինչը դրթեց կարծում եք, որ Բարգավաճը այնուամենայնիվ գնաց ստորագրության։ Այն դեպքում, երբ աշնանը անցյալ տարի Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես մերժում էր կոալիցիոն հուշագիրը նորից ստորագրելու հնարավորությունը, ընդհանուր նշելով, որ այդտեղ երկու կարծիք չի կարող լինել, հաստատելով, որ իր խոսքը գործ է։ Բայց միջև այդ հարցին պատասխանը նաև ձերբակալությունների մասին ասենք էլի, հետո իդեպ, եթե պարզվի իրոք, որ այդ մարդիկ իրոք ասենք թմրադեղերի հետ կապված խնդիրներ ունեցել, ապա կարծում որ Բարգավաճ Հայաստանը պետք է միայն շնորհակալություն հայտնի ոստիկանությանը, որ նման մարդկանց ձերբակալել է կուսակցությունից եւ այսպես մեկուսացել է, ինչի որտեղ այդ հասարակական գիտակցության մեջ կարող է նաեւ կասկածներ առաջանան, որ հենց Բարգավաճ Հայաստանում են բուն դրել թմրամոլներն ու թմրադեղեր։ Ուրեմն դա արդեն կախված է թե ինչպես ԲՀԿ-ն սատարող լրատվամիջոցները կներկայացնեն այս փաստը։ Եթե իրոք այդպես է, հա, որտեղ գիտեք ինչ եթե որ մոտապես ԲՀԿ-ն 200-ից ավելի ընտրող ունի, մի քանի տասնյակ հազար անդամ ունի, դե հիմա հնարավոր է, որ մի քանի տասնյակ հազար մարդու մեջ եւ թմրամոլներ լինեն եւ ինչ որ օրենք հետ կապված ուրեմն խախտողներ լինեն, հա, կարող են, բայց եթե իրոք այդպես է, ԲՀԿ-ն պետք է միայն շնորհակալություն հայտնի իշխանություններին, որովհետեւ շնորհակալություն հայտնի, որովհետեւ այդ մարդիկ երբ որ իրոք այդպիսի խնդիրներ են ունեցել, նրանք ապագայում շանտաժի տակ են գնելու, չէ՞։ Վերադառնանք վախին, այ վախը կարող է այս դեպքում դա կախված է արդեն անձամբ կուսակցության ղեկավարի եւ նրա շրջապատի վախից։ Դա արդեն փետրվարին, երբ որ ստորագրվեց։ Փետրվարը ուրիշ է։ Փետրվարի վախի գործոնը չէ, վախի գործոնը այդքան չէր, ինչքան միգուցե այն ժամանակ իրավիճակը ուրիշ էր, ընտրություններից դեռևս 1 տարի կա, այդ պետք է միշտ հաշվի առնենք։ Մի բան է, որ քվեարկությունից, ընտրությունից 1 տարի առաջ ես դու մի բան անում, մի բան է, երբ որ 6 ամիս առաջ էր։ Այն ժամանակ գիտեն, կար արաբական գարունը, միգուցե այն ժամանակ ցանկանալով, ասենք ԲՀԿ-ն իր հարաբերությունը լարել հանրապետականների հետ, ստորագրեց այդ կոալիցիոն հուշագիրը, որը փաստացի արդեն գիտենք, որ անգամ չի էլ գործում, ինչը ցույց տվեց Իջևանի, ասենք այդ ընտրությունները, այսինքն այն ժամանակ իրավիճակը ուրիշ էր, այն ժամանակ երևի ԲՀԿ-ի համար խիստ անհրաժեշտ էր, ասենք ինչ որ չափով դիմակայել հնարավոր ճնշումներին, իսկ հիմա արդեն ժամանակ ամբողջովին փոխվել է, որտեղ հիմա ինչ որ տեղ ունեն, արդեն նախընտրական կամպանիայի կոնտեքստով է նայելու։ Այ նշվում էր, որ աշնանը, գոնե աշնան կեսերին կամ վերջին հաստատ կոալիցիան արդեն գոյություն չի ունենա եւ մարդիկ կպատրաստվեն նախընտրական ուրեմն արշավին։ Կոալիցիան շարունակում է գոյություն ունենալ։ Ինչ եք կարծում։ Բարգավաճ Հայաստանը դուրս կգա կոալիցիայից եւ որոնք կլինեն նրա քայլերը։ Նախ ասացի ես, մենք անգամ կոալիցիան արդեն փաստացի չի գործում։ Փաստացի չկա, դե յուրե կա։ Դե յուրե։ Հա, դե յուրե կա, որը բացարձակ նշանակություն չունի ԲՀԿ-ի, ասենք, ապագա գործընթացը կոալիցիայի հետ։ Նա կարող է կոալիցիայի մեջ մնալով, այսինքն մնալով իշխանություն, հաջողություն ունենալ ընտրությունների ժամանակ, կարող է դուրս գալ կոալիցիայից, այսինքն դուրս գալ իշխանությունից, ելի հաջողություն ունենալ, կարող է մնալ կոալիցիայի մեջ, անհաջողություն ունենալ։ Եթե մնա կոալիցիայի մեջ, որքան կլինի այդ հաջողությունը եւ դա արդեն կախված է ԲՀԿ-ի վարվող կուսակցական շինարարական գործելա ոչից, եթե մասնակցում է որպես կոալիցիայի անդամ Բարգավաճ Հայաստանը եւ մասնակցում է ընտրություններին, քննադատելով իշխանությանը, քննադատելով կառավարության ծրագրերը, այ որքանով դա կարող է ազդել ընտրազանգվածի վրա։ Այսինքն ձեր հարցի մեջ երանգ, այսինքն եթե նա դառնում է ընդդիմադիր, այսինքն երանգը, հա, քննադատում է իշխանությունը կարող է քննադատել ընդդիմությունը, Բարգավաճ Հայաստանը կառավարության անդամ ունի, ինչպես նա կարող է կառավարության գործունեությունը քննադատել, եթե նա ունի նախարարներ։ Կարող է անհատ падգամավորներ քննադատել, բայց կուսակցական պաշտոնական տեսակետով անհատի տեսակետը տարբեր բաներ են։ Այսինքն այն երանգը, որ ձեր հարցի մեջ կար, հա, եթե նա դառնա ընդդիմություն, դա կապ չունի նրա ուրեմն հաջողության անհաջողության հետ։ Նրա հաջողություն անհաջողությունը կախված է իր ինքնուրույն ընկալվելու այն կերպարը, որ նա միջև հիմա ձևավորել է, դա զարգացնելու, իդեպ ասեմ, որ նա որպես կուսակցություն, ասենք, շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, քան իրականում նա ցույց է տալիս, ասենք, այդ բարագործական գործունեությունը 1-2 հոգի, ասենք, Եվրոպայից գալիս թաքնված պոտենցիալը որտեղ է։ Դա արդեն թող իրանք որոշեն։
Բայց դուք տեսնում եք իհարկե ահռելի մեծ պոտենցիալ ունի խոսքը ֆինանսների մասին չէ ֆինանսները չէ ֆինանսների դեպ ասեմ շատերի մոտ նկատվում է որ ֆինանսները շատ կարևոր իհարկե ֆինանսը կարևոր է քաղաքական գործընթացների մեջ դա միանշանակ է բայց այստեղ շատ կերպարը զարգացնելու տեսակետից էլի վերջը ասենք որ նա միայն բարեգործ չի կերպարը թե Գագիկ Ծառուկյանը եւ Գագիկ Ծառուկյանը եւ կուսակցության այսինքն պոտենցիալը երբ որ զարգացնում են ասենք հա նրա կերպարը զարգացնում են դա արդեն ոչ միայն զուտ Գագիկ Ծառուկյան բարեգործի կերպարն է չէ՞ որ Գագիկ Ծառուկյանը նաեւ ասենք կուսակցության ղեկավար է Գագիկ Ծառուկյանը նաեւ գործարար է կուսակցությունը նաեւ իր կերպարը զարգացնելով պետք է ասենք նաեւ դուրս գա Գագիկ Ծառուկյանի կուսակցություն լինելով եւ քաղաքական որոշակի դիրքորոշման կուսակցություն ունենալ որը նպաստում է Գագիկ Ծառուկյանի կերպարը արդեն սա զուտ արդեն տեխնոլոգիական աշխատանքներ են որը մի քիչ ուրիշ են քան բարեգործական ինչ որ դա ցույց է տալիս ինչու աշխատում է բարեգործական PR-ը որտեղ ուրիշ կուսակցություններ ասենք համարժեք մասշտաբի PR չեն կարողանում կատարել Բադալյան առաջարկից որ Լևոն Տեր-Պետրոսյանն արեց Բարգավաճին շահեց կոնգրեսը թե տուժեց ինչ եք կարծում Նայած ինչպես կներկայացնի Այս որ ուսումնասիրում եք հիմա լրատվամիջոցները ինչպես որ ներկայացնում են Չէ նայած ՀԱԿ-ը ինչպես կներկայացնի որտեղ լրատվամիջոցը կարող է ներկայացնել այնպես ինչպես իրան է ձեռք տալիս, բայց այստեղ կախված է թե ՀԱԿ-ը ինչպես դա կներկայացնի իր ընտրազանգվածին, ինչքանով է դա նպաստում իր գործի հաջողությանը, եթե նա կարողացավ ճիշտ ներկայացնել, որ արդեն անցել են օրեր, դուք ուսումնասիրում եք դաշտը, որքանով է ձեր դիտարկման Դե ընդհանրապես ոնց որ թե հասկանում եմ ՀԱԿ-ը դեռևս սպասում է ուրեմն ԲՀԿ-ի պատասխանին, չնայած արդեն ասում են որ իրանք այդքանով չեն սպասում պատասխանին արդեն տարբեր լրատվամիջոցներում եւ կայքերում կա, բայց ասում եմ, սա էլի կախված է ՀԱԿ-ի գործունեությունից կմիանա նրան ասենք ոչ թե նրան կմիանա այ ընդհանուր գործ կանեն ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն թե չեն անի դա այդքան էլ չի ազդի ՀԱԿ-ի վարկանիշի վրա ի վերջո կուսակցությունները հաջողության հասնում կապարտում են զուտ իրանց գործունեության արդյունքում լավ ես աշխատում դու հաջողության ես հասնում վատ ես աշխատում հաջողության չես հասնում ասում եմ պարտությունը ուրիշով կամ հաջողությունը ուրիշով չի կարելի մեկնաբանել այ Գագիկ Ծառուկյանը ինչի է ուշանում ըստ ձեզ Դե քննարկում են թե կամ փորձում են տեսնել թե այդ առաջարկի մեջ ինչ, ասենք, տեքստեր կա, ինչ ենթատեքստ կա, միգուցե դեմ փորձում որոշել, միգուցե փորձում են որոշել, ասենք, նաև, չգիտեմ, իշխանության մյուս թևի արձագանք, չեմ կարող ասել, դա ճիշտ կլինի իրանց հարցնել, բայց ամեն դեպքում ասեմ, սա ընդհանրապես ոչ թե ինչ-որ կոալիցիոն կուսակցություն կառավարություն ձևավորելու մասն է, սա ընդհանրապես ընտրությունների ժամանակ Եթե համագործակցություն բառն է վատ ընկալվում, ուրի ձև ասեմ, կա ընտրությունների ժամանակ համատեղ ռեսուրսների օգտագործումն է Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրություններ իրականացնելու համար ընդհանրապես սա է վերջ։ Եվ դուք կարծում եք, որ հանրապետականը թույլ կտա, որպեսզի Բարգավաճը Հայ ազգային կոնգրեսի հետ ընտրությունների ժամանակ միասնաբար ուրեմն վերահսկի նաեւ ընտրական թափանցիկ։ Դա կախված է արդեն Բարգավաճից, եթե նա թույլ տա, որպեսզի հանրապետականը իրան թույլ տա կամ թույլ չտա, ուրեմն կարող ենք ասել, որ Բարգավաճի արդեն անկման ժամանակաշրջան է։ Հասկանում ես, ամենակարևորը քաղաքականության մեջ պետք չի վախենալ դիմացինից։ Ասես, ի վերջո, երբ որ նայում ես հանրապետական կուսակցության հա տեխնոլոգիաները, երբ որ ասենք հանրավակի ժամանակ կարող է զուգարանի դռներ փակել, հանրավակի ժամանակ կարող է լույսեր, հա հոսակ անջատել, նշանակում է, որ այդ կուսակցությունը այլևս ուրիշ տեխնոլոգիաներ չունի քո դեմ կիրառելու։ Հասկանում եք, ամենակարևորը դա է, դու պետք է ուղղակի հասկանաս, նախ քո թույլ կողմերը, այդ մեկ, եթե ասենք ձերբակալում են թմրադեղի հետ կապված մարդկանց, ուրեմն դու խնդրեմ ունես կուսակցության ղեկավար գործիչների հետ։ Դու պետք է հասկանաս, ուրեմն քաղաքական ճիշտ իրավիճակը, ինչ իրավիճակում են, քո թույլ կողմերը սկսես բանել, լավ վերլուծես, հասկանաս եւ ճիշտ քայլեր անես, հասկանաս դիմացինի թույլ կողմերը։ Ի վերջո հասկանաս պետք չի դիմացինի պատկերացնել որպես ամենահզոր ինչ որ ուժ, որ ինչ ուզի կան, եթե այդպես լինի, ուրեմն պետք է դուրը փակել գնալ, որտեղ քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից կա մի կարևոր սկզբունք։ Դու կարող ես մտածել, հա, քաղաքականության մեջ մտնել, թե չմտնել, ինչ ռեսուրս ունես, ինչ ռեսուրս չունես։ Կարող ես մի ամիս մտածել, 2 ամիս, մի տարի, բայց այն պահից, երբ որ դու որոշեցիր, որ մտնում ես քաղաքականության մեջ, այլևս ուրեմն վախենալու խնդիրը քո մեջից պետք է կասկածը, որ դու հաջողության չես հասնի։ Մի կողմ պետք է դնես։ Այ դուք կարծում եք Բարգավաճ Հայաստանում բազմաթիվ գործարարներ կան, փող ունեցող մարդիկ, որոնք որ բիզնես ունեն այս երկրում, այսպես կամ այնպես կախված են իշխանությունից եւ իշխանության կամքից։ Նրանք պատրաստ են, օրինակ, ձերբակալվել իրենց լիդերի, իրենց առաջնորդի համար ինչ որ ժամանակ նաեւ անազատության մեջ անցկացնել։ Որտեւ Հայաստանի իրականությունն է այդպեսին։ Ուրեմն այստեղ որ հարցը արդեն դրված է ուրիշ դեպք, չեմ կարող ասել նրանք պատրաստ են թե պատրաստ չեն, ուղղակի
նրանց միակ քաղաքականությունը այդ է։ Եթե քո դեմ ճնշումներ են սկսում գործադրել, ուրեմն դու տեսք թե քո մրցակիցը ինչ տեղեր ունի եւ սկսի պայքարել դրա դեմ։ Պարտադիր չի բնականաբար դու չես կարող իրանց ձերբակալել, որտեղ ոստիկանությունը քեզ չի ենթարկում, նախագահն է ենթարկում, բայց դու այնքան լծակնելու ես եւ այդ պետական կառավարման համակարգում եւ ոչ բացահայտ քաղաքական պայքարի բնակավարում եւ քո ԶԼՄ-ների միջոցով եւ քո այսպես ասած ստուխների միջոցով եւ այլ այնքան ուրեմն հնարավորություններ ունես հակազդելու դրան։ Կարևորը մի սկզբունք է, դու պատրաստ ես հակազդելու, թե պատրաստ ես։ Եթե պատրաստ ես, ուրեմն հենց հիմա հանձնվի ու կուսակցություն փակի գնատուն։ Իսկ եթե դու պատրաստ ես, ուրեմն մտածի ինչպես դրանց հակազդել։ Առանց Բարգավաճը պատրաստ է։ Ես չեմ կարող ասել, դա ցույց կտա։ Լավ, այն ինչ վերջի տարիների գործներ։ Դու ես կարող եմ ասել ընդամենը մի դեպք, դեռևս իհարկե դա բան չի, ասենք միտում չի, բայց մի դեպք ցույց տվեց Իջևանը, որն է այդքան էլ, ասենք, թույլ չի, էլի, ասենք կարողացավ ինչ որ մի տեղ պաշտպանել նաև, կարող է պաշտպանել եւ եթե պետք է լինի երիտասարդներին ուղարկել հատեղ որպես դիտորդնել եւ ասենք ինչ որ շարժիչ ուժ ուղարկել այդտեղ եւ հետո քանի դեռ ԲՀԿ-ն կարողացել է փաստորեն ինքը լինելով իշխանության մեջ ցույց տալ անգամ դառնալ հանրապետական այլընտրանք շարժում, ուրեմն ինչ որ պոտենցիալ ունի, ուղղակի այդ պոտենցիալի ճիշտ կազմակերպման խնդիրն է արդեն դրված։ Իսկ դա ավելի մեծ մասշտաբով դա ինչպես կարտահայտվի եւ ինչ դրսեւորում կունենա։ Դա արդեն կախված եմ ասում իրենց վարվող քաղաքականությունից, որովհետեւ չպետք է մոռանանք, որ ԲՀԿ-ն ոչ միայն ազդեցիկ է Հայաստանի տարածքում, այլև նաև որոշակի արտաքին դաշնակիցներ ունի, որի պոտենցիալը նույնպես, եթե ցանկանա, կարող է ուրեմն օգտագործել իր ներքին քաղաքական հարցերի լուծման համար, եւ ասենք իշխանության հետ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունները։ Եվ հարաբերություն եւ իր կերպարի մեծացման հետ, այն որ ասենք հարցերից մեկը կար, այսինքն դու օգտագործում ես քո ամբողջ ռեսուրսը, դեմից ինչ ունես, օգտագործում ես քո ռեսուրսը պոտենցիալ մաքսիմալ ձևով եւ քո անհաջողության մեջ ուրիշին մեղադրել պետք չի։ Քո անհաջողության մեջ մեղադրի միայն քեզ։ Շատ լավ, շատ շնորհակալություն այս հանդիպման համար, պարոն Բադալյան։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Արմեն Բադալյանը, քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ։ Ցտեսություն, կհանդիպենք։